ինչ ալտերնատիվ կա։ Մեր համար կոնկրետ դա շատ լավ հնարավորություն է պարլամենտի շարքն խոսարան եւ Կարծում լսեցիք, հա՞։ Ես նորմալ եմ համարում, որ ես քննարկում եմ ուրիշ բան է, թե որն է եթերացման բանը եւ ինչպես անենք, որ ինչպես ասեցի, շանց խախվելուց հետո ես դեռ չեմ եկել։ Պարոն Զուրաբյան, դուք նշել եք, որ լուրջ դերակատարություն են ունենալու պարոն Տեր-Պետրոսյանը առաջիկա ընտրություններին։ Ինչ ձևաչափով եք սա պատկերացնում, որտեղ տարբեր քաղաքական ուժեր հիմա առանձին իրենց մասնակցության մասին են հաստատում։ Արդյոք հնարավոր լինելու է համախմբվել եւ որ ուժերի հետ եք տեսնում այդ համախմբումը։ Դե թողեք այդ ինտրիգը կամաց բացվի։ Այսքանը բացեցինք, չէ՞ համբերություն ունեցեք, նոր էլ ուրիշ բան կբացվի։ Ամենակարևորը, որ պետք է բոլորը հասկանան, այն է, որ Հայաստանի հիմնադիր նախագահը չի կարող անտարբեր լինի կամ անմասն լինի մեր երկրի ճակատագրի նկատմամբ, հատկապես երբ որ այդ ճակատագիրը վտանգված է։ Ինքը չի կարող չմասնակցել այս գործընթացին։ Այս մի հանրապետություն է, որ 10 այլ տրեքի հետ Ղարաբաղ կոմիտեով իրենք ստեղծել են եւ իսկապես հիմնադիր հայրերն են այս հանրապետության եւ բնականաբար իրենց մի կյանքի գործը այդ Ղարաբաղի ազատագրումը արդեն փաստորեն մսխեցին, տապալեցին Արցախը ոչնչացնելով, հիմա էլ այս գործընթացները գնում են արդեն դեպի Հայաստանի հանրապետության անկախության ոչնչացումը։ Բնականաբար չի կարող անտարբեր եւ կմասնակցի բնականաբար։ Պարոն Զուրաբյան, նախկին նախագահների համախմբում հնարավոր համարում եք, վեհապարը նախորդ անգամ այդ ձևաչափը, որ գործում էր, կարծես չաշխատեց։ Նույն գետը երկու անգամ չեն մտնում։ 21 թվին, երբ որ իսկապես պետք էր այդ համախմբումը, Տեր-Պետրոսյանը այդ առաջարկ արեց, բայց դա չկայացավ, գիտեք։ Հիմա կարծում եմ պետք է փնտրել նոր ուժեր։ Լայն ճակատ այլ քաղաքական ուժերի հետ։ Իհարկե, պետք է լինի լավ համախմբում քաղաքական ուժերի, հեղինակավոր անհատների, սա պիտի դառնա իսկապես համաժողովրդական շարժում, որովհետև մինչև երկրում մտնոլորտը չփոխվի, ոչ մի բան հնարավոր չի անել։ Մենք սրա մասին չպիտի մտածենք ոչ էլեկտորալ առումով, ոչ պիտի մտածենք, ասենք իմպիչմենտի համար եւս մեկ երկու պատգամավորի ձայն կորզելու այդ հարթության մեջ միջև ժողովուրդը ոտքի չկանգնի, տեսնելով մի առաջնորդություն, որ ինքը հավատում է, ոչ մի հարց չի լուծում։ Պարոն Զուրաբյան, նախորդ տարիների քաղաքական հակառակորդների հետ պատրաստ եք դնել այդ ամեն ինչը մի կողմ եւ նրանց հետ միանալ նույն ճակատում։ Այդ ում նկատում եք։ Դե տարբեր փուլերում եղել եք, հա, դուք իշխանություն, իրենք ընդդիմություն, հետո դուք ընդդիմություն, իրենք իշխանություն։ Ես ասեմ, մենք շատ բան կարող ենք մի կողմ դնել եւ նախկին ինչ-որ տարաձայնություններ եւ գաղափարախոսական անգամ տարաձայնություններ, բայց պետք է լինի մի պլատֆորմ, որի շուրջ մենք միավորվենք, ասենք 5-6 հրաժագույն հարց Հայաստանի տեսլականի, որը մեզ միավորելու է։ Գիտեք, անգաղափար միավորումները ոչ մի բան չեն տա։ Ինչ որ շատ կարևոր կետերի անացների շուրջ մենք պետք է համաձայնության գանք, որ նաեւ ժողովուրդն է մեզ հավատա, որտեղ ժողովուրդը պիտի տեսնի, իսկ ինչ ենք ուզում անենք։ Եվ եթե այդ ինչը ներկայացվում է, բարձր որ կարելի է դրա շուրջ արդեն միավորվել։ Մնացածը արդեն այդքան կարևոր չի եւ երկրորդական։ Եվ Փաշինյանի հետ բանավեճի վերջը գնալու եք, որովհետև նախկին 3 նախագահների ներինքը հրավիրում, ես գիտեմ, որ դուք առաջարկել եք։ Ես կազմ պատրաստ եմ։ Եթե Փաշինյանը
նախապայմանը համարելու, որ ես պետք է լիազորագիր ստանամ Տեր-Պետրոսյանից։ Էկրաններում չունեք։ Այդ դեպքում ես լրջորեն դրանով կզբաղվեմ։ Կոնչոնյանը Մինչև հիմա այդ ճիշտ կրերեք այդ լիազորագրի թիմումը դա ընդհանրապես մի հատ երկիծական ժանրի բան էր, ձեռառնոցի էր կոպիտ ասած, ծաղր Փաշինյանի այդ հիստերիկ մեյլերի այդ բաների ֆեյսբուքյան գրառումների նկատմամբ։ Այդ մարդը ամեն անգամ, երբ որ խոսքը գնում է 2019 թվականի պլանի բացահայտման մասին, ընկնում է հիստերիկայի մեջ եւ փորձում է այդ խոսակցությունը շեղնելանով, որ իր հետ պետք է անպայման գան, չգիտեմ, նախագահները բանավիճեն։ Այնպես դու այդ հարցը լուծի մի հատ 2019 թվականի պլանը բացահայտի։ Ինչ կա այդտեղ։ Ասում են Տեր-Պետրոսյանը սենց է արտահայտվել, Քոչարյանը հենց է արտահայտվել, Նիկոլը ում է այդ հետաքրքրում, թե ոնց է ամեն մի նախագահ, ոնց է այդ ամեն ինչը մեկնաբանում։ Հրապարակի բոլոր պլանները մեր ժողովուրդը եւ խելք ունի եւ փորձագետներ կան, թողեք մեր հարությունը ինքը իր դատանի։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության Բայց այդ մահը իրենց համար իրենք չեն արի, մահը, վախենում են։ ղեկավարը խմբակցության ասում է վախենում են դրա համար չեն գալիս, Ինչից այսպես են ասած, բանավեճի, ասում է գիտենք, որ Նիկոլ Ես Փաշինյանը եմ ասում եմ։ Տեր-Պետրոսյանին կծեփի կներեք արտահայտությանս համար Ես կծեփեմ Նիկոլ Փաշինյանին, ոչ թե անգամ Տեր-Պետրոսյան, ես կծեփեմ, Նիկոլ Փաշինյանը ոչ Ղարաբաղյան խնդրի փաստաթղթերին է տիրապետում, կատարյալ 0, ոչ աշխարհաքաղաքական գործընթացների ներկայացումներին է տիրապետում, կատարյալ 0։ Այդ մարդուն ես կծեփեմ բանը։ 5 րոպե չի դիմանում, ինձ հետ ինքը բանավեճի։ Հələ 5 րոպեն բանը հարցականից մի քիչ զապաստորեցի իրանել, ինչ ֆորմատացի։ Չեք տեսնում։ Պարոն Զուրաբյան, ԿՊԱ-ականները, որոնք ժամանակին մեծ երկրպագուն էին, հա, Հակի Լևոն Տեր-Պետրոսյանի, հիմա իրար հերթ չտալով քննադատում են։ Ինչ կասեք այս բանդայի մասին։ օրենքներն են։ Գիտեք, չէ, եթե ուզում են հավատարմությունը ստուգեն, այդ բանդաները, չէ, գանգստերները, ազենքը դնում են այդ ստուգվողի ձեռքը, ասում են մի հատ մեր թշնամուն ոչնչացրու, որ մենք հասկանանք, որ դու իրանց հետ չես, մեր հետ ես։ Դրա համար հենց այն մարդիկ, ովքեր ասենց ասեմ, լևոնականն են եղել այդ թվում, հենց իրենց պարտադրում են այդ թեստային կրակոցները կատարել։ Սա բանդայի օրենք է։ Ժամանակին շատ էր խոսվում ձեր եւ Նիկոլ Փաշինյանի վատ հարաբերությունների մասին։ Գուցե պետք էր ավելի շուտ լսեին ձեզ։ Իմ ու Նիկոլ Փաշինյանի լավ հարաբերությունների ժամանակաշրջանի մասին։ Ժամանակին գուցե պետք էր լսել ձեզ եւ ավելի շուտ Նիկոլ Փաշինյանից հրաժարվել, որ այսօր հագին չկապեն Նիկոլ Փաշինյանի, այսպես ասած, հոգեվոր Շնորհակալ եմ։